Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված ակումբային քննարկման ընթացքում փաստաբաններ, իրավաբաններ, լրագրողներ և բիզնեսի ներկայացուցիչներ մեկ հարթակում էին քննարկելու SLAP հայցերը Հայաստանում, որտեղ է հեղինակության պաշտպանության, զրպարտության և հանրային խոսքի ազատության սահմանը թեման։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում SLAP հայցերի խնդրին, հեղինակության պաշտպանության և խոսքի ազատության միջև սահմանագծին, ինչպես նաև այն հարցին, թե երբ կարող է դատական հայցը վերածվել հանրային խոսքը սահմանափակելու գործիքի։ Քննարկման հաջորդ հատվածում տեղի ունեցավ պանելային քննարկում փաստաբանների մասնակցությամբ։ Ինչ է SLAP-ը։ Լիդիան Արմենյան ընկերության իրավախորհրդատու փաստաբան Արմեն Մելքումյանն իր փորձով ներկայացրեց SLAP հայցերի վերաբերյալ, դրանք տարանջատելով այն բոլոր դատական գործերից, որոնցում ընկերությունը տարիներ շարունակ ներգրավված է եղել։ Ըստ Մելքումյանի, SLAP-ը իրավական եզրույթ է, որը չի տեղավորվում սուտի և կեղծիքի տարածմանն ուղղված պայքարին։ Զրպարտություն և վիրավորանքը մեր ունեցած հայցադիմումներում ըստ էության ընկերությունը ներկայացրել է իր խախտված իրավունքները դատարաններում պաշտպանելու և վերականգնելու համար։ Եվ որևիցե ձևով առնչություն չի ունեցել SLAP-ի հետ կապված։ SLAP-ը ինքը որպես այդպիսին որպես իրավական եզրույթ իրենից ներկայացնում է, որ կոնկրետ դատական համակարգը կամ առհասարակ այդ համակարգը կիրառվում է մարդկանց լռեցնելու և խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Մեր կողմից ներկայացված հայցադիմումները, այսինքն ուղղված են եղել ընկերության իրավունքների խախտված իրավունքների պաշտպանությանը և տարիներ շարունակ քննադատվող այդ խոսքը, սուտը, կեղծիքը, որը տարածվել է հանրային հարթակներում, մենք ներկայացրել ենք դատարան, ասել ենք, այ մեզ քննադատում եք այս հարցում, եկեք այդ ձեր, չգիտեմ, փաստարկները բերեք ներկայացրեք դատարան։ Եվ մոտ 9 գործից 9 թե 8 գործ մենք դատարանը տվել է իր գնահատականը, որով հաստատել է, որ կոնկրետ այդ տարբեր գործերում կա զրպարտություն և համարել է, որ ներկայացված այդ քննադատությունների հիմքում դրվել է սուտը և կեղծիքը։ SLAP-ի սահմանման վերաբերյալ հարցին անդրադառնալով փաստաբան Գուրգեն Թորոսյանը նշեց, որ այն չպետք է գնահատվի միայն տրամաբանության կամ ենթադրությունների հիման վրա։ Նրա խոսքով պետք է որոշակի չափանիշներով գնահատել տվյալ դատական հայցը SLAP է, թե ոչ։ SLAP հայցերի վերաբերյալ քննարկումները Հայաստանում ակտիվացել են 2024 թվականից։ Փաստաբանի խոսքով, սակայն յուրաքանչյուր վիրավորանքի կամ զրպարտության վերաբերյալ ներկայացված դատական հայց ինքնաբերաբար SLAP չի համարվում։ Առաջին հերթին պիտի տեսնենք սուբյեկտը, կատարող ով է եւ ինչ թեմայի շուրջ է կատարվել այդ քննարկումը։ Այսինքն ոչ թե ցանկացած վիրավորանք կամ զրպարտանք է ենթադրում SLAP-ի ընթացակարգի մեջ ներառումը, որ համարում ենք ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության, այլ դրանք այն հայցերն են, որտեղ որ, ինչպես կոլեգաս նշեց, հիմնական նպատակը լռեցնելն է։ Փաստաբան Անի Ալավերդյանի խոսքով դժվար է հստակ սահմանել, թե ինչ չափորոշիչներով պետք է որոշվի տվյալ գործը SLAP է, թե ոչ։ Նրա խոսքով զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ գործերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, ինչպես նաև վճռաբեկ և սահմանադրական դատարանների մի շարք որոշումներ սահմանում են այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն արտահայտությունները զրպարտություն կամ վիրավորանք համարվելու համար։ Եթե այդ 4 էական կոմպոնենտներից մեկը արկա չէ, ապա դատարանը ընդհանրապես թողնում է հայցը անհետևանք, կամ կարճում է գործը, կամ հայցը ուղղակի մերժում է։ Դրանք են, որ հայցը, որ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այդ փաստացի տվյալները չպետք է համապատասխանեն իրականությանը, պետք է հանրային կերպով տարածված լինեն և արատավորեն անձի պատիվ արժանապատվությունը և գործարար համբավը։